ասածը շատ կարևորում եմ։ Մենք չգիտենք ինչպես ապրել խաղաղության մեջ։ Մենք ընդ որում եւ սա էլ օբյեկտիվորեն է, ոչ միայն մենք չգիտենք, ախր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ դա չգիտի, չէ՞։ Մենք փորձում ենք, մենք իհարկե խաղաղություն հաստատված է, սա մենք ենք արձանագրում, սա Ադրբեջանի իշխանություններն են արձանագրում, հայտարարություններ են անում այս մասին, դա գրված է, ստորագրված է, այդ մասին բանավոր հայտարարություններ կան, բայց նաև կա որոշակի իներցիա, կա անցյալի ծանր բեռ, հետեւաբար այո, երբ որ մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է, մենք նաև գիտակցում ենք, որ բոլոր հարցերը չեն որ լուծված են այնուամենայնիվ, եւ դեռ այդ նույն խաղաղությունը պետք է շարունակվի դառնալ ավելի ինստիտուցիոնալ, դեռ պայմանագիրը, որը նախաստորագրել ենք, պետք է նախաստորագրվի, դեռ սահմանազատումը, որի կանոնները պայմանավորվել են Ալմա-Աթայով ամեն ինչով մի կտոր արվելա պետքա շարունակվի, դեռ ենթակառուցվածքները, որը պայմանավորվել ենք, որ պետքա բացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ներքո գործեն համաձայն երկրների իրավազորության եւ փոխադարձությամբ դեռ պետքա սարքվեն եւ աշխատվի, հազար հումանիտար հարցերին չեմ անդրադառնում։ Ի վերջո, կոնֆլիկտը, պատերազմը ամեն ինչից բացի նաեւ լուրջ հոգեբանական տրավմա է, չէ՞։ Հասարակությունների համար եկեք խոստովանենք, մենակ մեր համար չէ։